Բարի հայր ջան, հուսով եմ լավ եք։ Ես էլ եմ ուրախ, որ այցելել եք, խնդրում եմ հարմարվեք։ Այսօր ուզում եմ սկսեմ իմ պատրաստած 3 ամենագլխավոր թեմաներից մեկից, ձեր հետ կիսվելու, տրամաբանական կամ նյարդաբանական մակարդակներից։ Այս շատ կարևոր թեմա է իմանալու համար։ Երկրորդ թեման սրանից հետո կկիսվեմ ձեր հետ մարդկային գիտակցության զարգացման մասին։ Երրորդ թեման էլ անհատականության տիպաբանության, որը մարդկանց բաժանում է 9 հիմնական կատեգորիաների, ինչը ձեզ կհեշտացնի շփումը ընտանիքում, ընկերների շրջապատում, աշխատանքի վայրում, նոր ծանոթության ժամանակ ու շատ պահեր կյանքում, որոնք կարաք այս գիտելիքները օգտագործեք։ Առաջինը հոգեբանական թեմա է, մի քիչ ճիշտ է, կարող բարդ թվա, բայց ես եթե 8-րդ դասարանի կրթությամբ կարող եմ հասկանամ, հաստատ դուք էլ կարաք հասկանաք։ Ու ճիշտ է սովորություն դարձնելը, որ միանգամից չմտածեք, որ դուք չեք կարող կամ դուք չեք իմանա կամ դուք չեք հասկանա, այլ որ եթե ուրիշը կարում է, ուրեմն դուք եք կարող։ Այդ դեպքում ձեր ուղեղը ավելի կօգնի այդ ամեն ինչը հեշտությամբ հասկանալու կամ կարանալու։ Հիմա այս տրամաբանական մակարդակները ես ճիշտ ասած գրատախտակներ բաներ չունեմ, բայց ձեր համար նկարել եմ, ցույց կտամ ու հետո սրանց մասին ուղղակի տենց ամբողջական կպատմեմ, չնայած այս թեման խորն է, կբաժանեմ 2 մասի։ Այսօր կխոսամ շրջապատի, շրջակա միջավայրի, վարքագծի, մտածողության ու համոզմունքների մասին։ Մյուս անգամ արժեքների, անհատականության, առաքելության ու հոգևորականության։ Հիմա ես ձեզ ուղղակի ցույց տամ ու կսկսեմ սրանց մասին պատմել ձեզ։ Հիմա այս ամենաներքևում մեր շրջակա շրջապատն է, հետո վարքագիծը, մտածողությունը, համոզմունքները, արժեքները եւ տենց բարձրանում է ու ամենավերևում հոգևորականությունը։ Այս կամը կարում եմ տենց ցույց տամ ձեզ։ Հիմա սրանց մասին ավելի մանրամասը կպատմեմ, չնայած էլի ամբողջական է, որովհետեւ այս թեման շատ խորն է։ Բայց ընդհանուր որպեսզի հասկանաք ինչի մասին է խոսքը ու այս ամբողջ հոգեկանը կարելի է նկարագրել այս մակարդակների համակարգի միջոցով ու ոչ միայն հոգեկանը, այլև ուրիշ երևույթներ էլ շատ համապատասխանում են դրանց։ Այս հենց այն թեման է, քանի որ եթե դուք աշխարհին նայեք տրամաբանական մակարդակների պրիզմայով, ապա դուք աշխարհին կամ մարդուն նայում եք համակարգային կերպով, ամբողջական։ Վաղ ավելի հեշտ է անցնել մարդկանց աշխարհը։ Ու այդ վաղ ամեն ինչ տեղի է ունենում, բացատրելի է։ Ու այս մոդելը կարող է փոխանցվի եւ մարմնին հասկանալու ինչ խնդրեմ ունի անձը ու կազմակերպություններին, թե նպատակ սահմանելուն, այսինքն ունիվերսալ է։ Հաջորդ թեմաներում սրանց մասին կկիսվեմ, թե այս մակարդակների պրիզմայով ոնց ասենք նպատակ դնել կամ կազմակերպությունների մեջ ոնց կիրառել կամ մարմնի հետ կապված հարցերը ոնց հասկանալ ու կարող եք օգնել եւ ձեզ եւ ուրիշներին։ Հիմա ուղղակի ամբողջական եմ ուզում ձեր հետ կիսվեմ։ Տրամաբանական կամ նյարդաբանական մակարդակները ինչ տեսք ունի մարդու հոգեբանությունը, այսինքն եւ ինչպես է գործում ընդհանուր առմամբ։ Այս մոդելը ինքնին իհարկե ոնց ասի բավականաչափ խորն է ու ավելի շատ ուշադրության արժանի,
սկզբունքորեն այս նույն մոդելը, այն մոդելն է, ինչը Գրեգորի Բեյսցենի կողմից մշակվել էր ու նկարագրվել էր 4 մակարդակներով։ Հետագայում կատարելագործվեց ու մշակվեց Ռոբերտ Դիլսի կողմից։ Շատերը խոսում են սրա մասին, կարաք ցանցերում նայեք, այս Ռոբերտ Դիլսի կողմից մշակվածը 6 մակարդակ էր։ Հիմա ավելի լայնորեն կփորձեմ բացատրել այս ամբողջ մոդելի էությունը։ Ինչ են այս մակարդակները ու ինչ են դրանք բացատրում ու նկարագրում։ Որովհետև Դիլսի 6 մակարդակներում արժեքները ու համոզմունքները մի մակարդակի վրա է, բայց իմ համար սրանք տարբեր բաներ են։ Աշխարհը մեկն է, բայց ամեն մարդ տարբեր քարտեզ ունի իր գլխում։ Մարդկային հոգեբանության տեսանկյունից մենք բոլորս, եւ դուք եւ ես, ունենք նույն մտավոր գործընթացները, այսինքն մենք բոլորս ներսում ունենք պատկերներ, ձայներ, զգացմունքներ, բոլորս տեսնում ենք, լսում, զգում, կարող ենք խոսել, այսինքն այս բաները միավորում են մեզ, բոլորիս։ Դրանք նույնն են բոլոր մարդկանց համար։ Սկզբունքորեն մտավոր գործընթացները նույնն են բոլոր մարդկանց համար, բայց բովանդակությունը ու փոխհարաբերությունները այս հոգեկանի մեջ գտնվող այլ տարրերի միջև տարբեր են, բայց գործընթացը նույնն է։ Եվ եթե վերցնենք նույնիսկ այն չէ ինչ հոգեկանը, մի փոքր նույնիսկ հոգեկանից էլ այն կողմ գնում։ Եվ որոնք են այս մակարդակները, ոնց որ ցույց տվի միջավայր, վարքագիծ, մտածողություն, համոզմունքներ, արժեքներ, անհատականություն, առաքելություն, եւ այստեղ արդեն կա 7 մակարդակ, եւ նաեւ կա հոգեվորականություն։ Ու ինչպես այս մոդելի հեղինակ Ռոբերտ Դիլսը նկարագրեց, վերևում կա ընդլայնում, ոնց որ մի անգամ է ցույց տամ, ոնց որ մարդը վերջանում է ու հոգեվոր ընդլայնում է, հոգեվորականություն որպես որոշակի ընդլայնում։ Ու իմ հասկացողությամբ հոգեվորականությունը արդեն կապ է ինձանից մեծ ինչ-որ բանի հետ, կամ ինձանից մեծ ինչ-որ բանի մաս լինելը, բոլոր մարդկանց մաս, մոլորակի մաս, տիեզերքի մաս, էներգիաների մաս, Աստծո մի մաս, չգիտեմ, բարձրագույն ուժի կամ բարձր ուժերի մաս, կարևոր չի, այսինքն ստե կարա լինի բազմաթիվ սահմանումներ, բայց ամեն ինչ առնվազն կապված է այն փաստի հետ, որ ես ինձանից շատ ավելի մեծ ինչ-որ բանի մաս եմ կազմում, այսինքն ես ընդգրկված եմ որոշ համակարգերում, որոնք շատ ավելի մեծ են, քան ես։ Այսպես է ընդարձակումը, այն գնում է տարածության մեջ եւ բացվում է ոնց որ դարպաս կամ կապ, միասնություն տիեզերքի հետ։ Ես այս տեսնում եմ մոտավորապես այսպես։ Լավ, հիմա ամենահետաքրքիր մասը, թե ինչպես է հոգեկանը գործում նյարդաբանական մակարդակների միջոցով։ Ու ըստ այս հիերարխիայի ամենացածր մակարդակը շրջապատն է կամ շրջակա միջավայրը։ Ինչ է շրջակա միջավայրը։ Այն ամենը, ինչ մեզ շրջապատում, այսինքն մարդիկ, փող, անշարժ գույք, ծառեր, բնություն, բացարձակապես ամեն ինչ, ինչ մեր մաշկից դուրս է։ Մեր մաշկի սահմանը ավարտվում է ու սկսվում է միջավայրը։ Առաջինը գալիս է հագուստը։ Ճիշտ է, մարդիկ նայում են ձեր հագուստին։ Սա արդեն միջավայր է։ Հաջորդը նայեք վարքագծին։ Վարքը մարմինն է կամ ինչը մեր մարմինը անում է։ Այս պայմանավորված է կենսաքիմիայով, այսինքն մարմնի այս կենսաքիմիան արդեն իսկ ապահովում է էներգիա, որ մենք շարժվենք ու ինչ-որ գործողություններ կատարենք։ Այսինքն մենք ուտում ենք համեղ մի բան, հայտնվում են զգացմունքներ, ու սա կենսաքիմիա է, որը ծավալում է մարմնում, մենք ունենում ենք հույզեր, էներգիա, մարմինը, կենսաքիմիան
Իսկ այդ գործընթացները ներքին օրգանները այս ամբողջության վարքագիծը, այսինքն մոտավորապես այսպես մի բան, մարմինը, գիտակցությունը մեկ միասնական համակարգի մաս է կազմում։ Մաշկը շրջակա միջավայրի ու վարքի միջև սահմանն է։ Այս ամենի միջև սահմանը այն է, որ եթե մաշկի հետ կապված որևէ խնդիր կա, սա նշանակում է, որ նաև շրջակա միջավայրի հետ կապված խնդիրներ կան, կամ որոշ վնասակար քիմիական տարրերի դեպքում էլ կրկին խնդիր կլինի նաև մաշկի հետ։ Օրինակ, երբ մաշկի վրա հայտնվում են կարմիր բծեր, գիտեք թե ինչ խնդիր կա շրջակա միջավայրի հետ։ Մարդկանց հեռավորությունը չափազանց մոտ է ու նա չի կարողանում մերժել, ասել ոչ, այսինքն նա փորձում է բոլորին դուր գալ, փորձում է բոլորի համար լավը լինել, դրա պատճառով էլ գերտաքանում է ու մարմինը սկսում է տես բծեր տալ կարմիր։ Այդ նման է կարմիր լուսացույցի, ոնց որ ասի արդեն բավական է կանգ առ, փոխաբերական իմաստով։ Ստե անձնական մակարդակում մենք կարանք խոսենք այն մասին, թե արդյոք մարդը ընդունում է իրեն, թե չի ընդունում։ Մի օրինակ մաշկի ու շրջակա միջավայրի հետ կապված։ Երբ մարդու դեմքին օրինակ պզուկներ են աճում, ինչ է ուզում անել, ուզում է ազատվի շրջապատից, ճիշտ է։ Պզուկներով ծածկված դեմքով բնականաբար պետք է տունը նստի։ Հաջորդը անցնենք մտածելուն։ Ասեմ, որ քանի այս մակարդակները բարձրանում են, այնքան բարդանում է, համ ավելի հետաքրքիր է դառնում։ Մտածողությունը կամ ռազմավարության կարողությունները, այսինքն մեր մտքերի հետ կապված ամեն ինչ, որին հաջորդում են համոզմունքները։ Մի քիչ մանրամասն եմ, 20-րդ դարի 30-ական, 50-ական թվականներին հոգեբանությունը մի ուղղություն ուներ։ Ոմանք հավանաբար գիտեն, այն կոչվում էր բիհևորիզմ։ Ինչ էր այս ուսումնասիրում, այս բիհևորիզմը։ Ինչ էր ասում։ Ստե հոգեբորականություն, զգացողություններ, հոգի, բաներ չկային, միայն մարդու կատարածի չափելի պարամետրերն էին, ասենք ուժը, վեկացավ, քայլեց, վազեց, աշխատում է թե ոչ, չափելի պարամետրերը։ Դրանք ուղղված էին նրան, թե ինչ է անում մարմինը, ինչ կարելի է կոնկրետ չափել, հստակ։ Այսինքն դա բիհևորիալ հոգեբանությունն է։ Ու այդ շատ թեթև է համատելով այսօրվանի հետ։ Ու առաջինը ով հերքեց, Թոլմանն էր։ Նա փորձեր արեց առնետների հետ, նրանց լաբիրինթոս գցեց ու պարզվեց, որ երբ առնետները երկրորդ անգամ են անցնում լաբիրինթոսով, արդեն անկասկած անցնում են դրանով։ Ու ինչ միտք կա ստե։ Այս արդեն վարքագիծ չի։ Պարզվեց, որ վարքի մակարդակը ենթարկվում է մտածողության մակարդակին։ Ու այսպես ծնվեց կոգնիտիվ հոգեբանությունը։ Այսինքն սա խթան տվեց, այսպես ասած, կոգնիտիվ հոգեբանության ծնունդին կամ հիմքին, որը ուսումնասիրում է, որ մտածողությունը բաղկացած է 3 ալիքներից՝ տեսողական մտածողություն, լսողական մտածողություն ու մարմնական, կինեստետիկ։ Այսինքն մենք մտածում ենք պատկերների, ձայների, զգացմունքների միջոցով եւ մտածողությունը այս 3 ուղիների միջև ներքին գործողություններն են։ Հիմա պարզաբանենք, զգայական փորձառություն, որը մեզ հասնում են աչքերի, ականջների, մարմնի միջոցով, զգացմունքների տեսքով, մեր սեփական ներքին լսողական երկխոսության միջոցով, մեր մտքերի եւ խոսքերի միջոցով։ Եվ այս ամենը դառնում են համոզմունքներ։ Այս մտածելու ամենապարզ ձևը։ Սա կարելի է անվանել նաև քարտեզագրում, իրականության քարտեզագրում։ Օրինակ,
Եթե ես մի անգամ մտնում եմ ինչ-որ մի տեղ, ասենք դասարան, կամ հյուր եմ գնում առաջի անգամ, տեսականորեն հիշում եմ ու ունեմ այդ դասարանի քարտեզը։ Ու անկախ նրանից որտեղ էլ որ ես լինեմ, հիշում եմ այդ դասարանը։ Ու երբ նորից լինեմ այդ վայրում, զգում եմ գրեթե ոնց որ մեր տանը։ Ունեմ այն զգացողությունը, որ արդեն եղել եմ այստեղ։ Ու կա մի երևույթ ևս, որը հաստատում է այս պատկերը ընդհանրապես։ Օրինակ երաժշտությունը։ Ասենք գնել եք ձեր սիրած այդ արտիստներից մեկի ալբոմը։ Երբ բոլոր երգերը առաջի անգամ եք լսում, կարող է որոշակի էքստազի մեջ մտնեք, լսելուց ասենք սարսուռ անցնի եւ այլն։ Բայց երբ երկրորդ, երրորդ անգամ եք լսում, արդեն տենց ազդեցություն չկա։ Ու ամենահետաքրքիրը այն է, որ դուք ճիշտ չեք հիշում բոլոր բառերը կամ նոտաները, բայց դրանք հիշում է ձեր ենթագիտակցությունը։ Գիտակցությամբ չեք հիշում, բայց ենթագիտակցությունը հիշում է բացարձակապես ամեն ինչ։ Հետևաբար դրանք անմիջապես չեն լինի, կարող է հիշվել էքստազի հետ կապվածները, կարող է կրկնվի օրինակ ձեր սիրելի կատարողի կենդանի համերգի ժամանակ։ Բայց համերգի ժամանակ էքստազը փոքր այլ կլինի, դե փոքր ինչ այլ բաներ են գործի դրվում։ Լինում է, որ մարդիկ համերգ են գնում ոչ թե կատարողին, այլ ավելի հաճախ հանդիսատեսների հետ լավ ժամանակ անցկացնելու։ Ու սա մտածողության մակարդակն է։ Ու այս նույն մակարդակում ունենք նաև կարողություններ, մեր բոլոր ճանաչողական կարողությունները, օրինակ հիշողության հետ կապվածները կամ որոշ բաներ անգիր սովորելը։ Մենք կարող ենք ուղեղն էլ դասակարգել որպես մարմնի ֆիզիկական բաղադրիչ, որպես մարմնի մաս։ Ասենք, ինչ կա գանգի մեջ։ Դա ֆիզիկական նյութ է, տարբեր քիմիական տարրեր, սպիտակուցներ, էլեկտրականություն, գումարած ջուր, գումարած մի քանի այլ տարրեր, դրանք կապվում են իրար հետ որոշակի համամասնությունների շնորհիվ, որոնք դեռևս անհայտ են գիտնականներին։ Եվ ծնվում են նկարներ մտածողության մեջ, ծնվում են պատկերներ, ձայներ, զգացմունքներ, եւ ծնվում է մեր ընկալումը որպես ամբողջություն։ Եվ սա նման է նաև սարքավորման, օրինակ, եթե բացենք հեռուստացույցի հետևի մասը, ապա դե պատկերներ չենք տեսնի, կտեսնենք ինչ-որ լամպեր, դիոդներ եւ այլն։ Այսինքն, եթե դուք տեսնեք ձեր ուղեղը, դուք չեք տեսնի այնտեղ ձեր նպատակները, արժեքները, հիշողությունների որևէ պատկերներ։ Ու նաև այս նմանը համակարգչի սարքավորում է, որը ծնում է ինչ-որ տեսակի վիրտուալ իրականություն, մտածողության ու համոզմունքների հատման կետում։ Նյարդաբանական մակարդակների համակարգում այս կոչվում է հավատք կամ հավատալիքներ։ Հիշեք, որ հավատքը ու համոզմունքները մեր վիրտուալ իրականության համակարգ են, այսինքն այն ինչ դուք հավատում եք, այն էլ կատարվում է։ Համոզմունքներ եւ հավատալիքներ։ Բոլոր համոզմունքները զգայական իմաստով, ինչ-որ բանի վրա են հիմնված։ Ասենք, ես գնացի Եգիպտոս, այնտեղ տաք էր, ես զգացի, նայեցի եղանակին հեռախոսովս ամբողջ տարին արև էր ցույց տալի, ու ամպեր ընդհանրապես չկային։ Ու արդեն ես համոզված եմ, ունեմ հավատք։ Խնդիրը այն է, որ որտեղ հավատքն է, միշտ 100% է։ Օրինակ ես, միշտ 100%, այսինքն գրեթե անհնար է հավատալ։ Օրինակ, ասենք մի հատ մարդ
կարծում է, որ Աստված գոյություն ունի կամ միգուցե նա գոյություն չունի, բայց հավատում է։ Հարց ստեղ։ Որն է Աստծո գոյության հնարավորությունը։ Ստե իմաստը այն է, որ հավատքը Աստվածաշնչում էլ է ասվում։ Գուցե դա մանանեխի հատիկի չափն էր։ Ու հետո նույն աստվածաշնչյան կերպարները, երբ հրաշքներ էին խնդրում Հիսուսից, չէ՞, նա երբեմն տալիս էր այդ մաս, բուժում էր հիվանդներին, տալիս էր հավատքի զգայական ապացույցներ։ Ու դրա միջոցով մանանեխի հատիկը ոնց որ մեծանում էր ու վարձատրվում էր արդարության համաձայն։ Այսինքն վարձատրվում էր հավատքի համաձայն։ Այսինքն եթե հավատում ես անարդար բաների, ապա հենց դա է պարգևատրվում։ Ուստի այսպես ասած մեր առջև բացվում են սոցիալական վիրտուալ իրականության վերահսկողության դարպասները։ Ու այս շատ հետաքրքիր է, երբ մենք գիտենք մեխանիզմները։ Հիմա համոզմունքների մակարդակը, բայց առայժմ մենք պետք է հասկանանք ինչ կա, ինչից է բաղկացած, ինչ կա այս մակարդակում։ Ուրեմն ասեմ, դրանք բաղկացած են բառերից, զգացմունքներից, հնչյուններից, պատկերներից։ Տեսողական տեղեկատվությունը, լսողական տեղեկատվությունը ու մարմնական տեղեկատվությունը, այս երեք տեղեկատվության համադրությունը մեզ տալիս է վիրտուալ աշխարհը նկարներից, պատկերներից, ձայներից և զգացմունքներից, որոնք կոչվում են համոզմունքներ։ Այսինքն տեսնում ենք, լսում ենք, հիշում ենք, զգում ենք շոշափելի, զգում ենք հոտեր, համեր, ու այս ամենը միասին զգայական տվյալների բազմություն է դառնում, սկզբում խոսվում է ներքին լսողական երկխոսությամբ, ապա դառնում է համոզմունք, ապա հավատք, և այնուհետև սկսում են գործել որոշակի արժեքի իրականացման համար։ Հավատի մակարդակը այն, ինչ մենք հավատում ենք։ Այսինքն դուք ասենք թե ուսումնասիրել եք այս նյարդալեզվաբանական ծրագրավորումները, սովորել եք, ուղղակի սովորել եք, ու դուք լիովին չեք հավատում, որովհետև եթե տեխնիկաները աշխատում են, որտև չունեք որ կարողություն, այսինքն ունեք կարողություն, բայց չունեք փորձ, ու կհավատաք, երբ որ փորձ ձեռք բերեք։ Ու այդ վաղ ձևավորվում է համոզմունքը նոր, ու դառնում է հավատք։ Այսինքն սա նշանակում է, որ առանց հավատի, առանց համոզմունքների ձեր կարողությունները մեռած են։ Որպեսզի դուք ինչ-որ բանում լավը լինեք, ձեզ անհրաժեշտ են համոզմունքներ, որոնք աջակցում են այդ կարողություններին։ Այսպես է գործում մեր մտածողությունը։ Որպեսզի ունենաք համոզմունքներ, որոնք աջակցում են կարողություններին, ձեզ անհրաժեշտ են արժեքներ, որոնք աջակցում են ձեր համոզմունքներին։ Ինչին պետք է, ասենց ասած, հավատանք, ինչին պետք է գնահատենք ու ինչը պետք է կարևոր լինի մեր համար, որպեսզի ունենանք այսենց համոզմունքներ, որոնք կօգնեն ձեզ իրացնել ձեր կարողությունները։ Համոզմունքների մակարդակը ներառում է ավելի կարևոր կամ պակաս կարևոր համոզմունքներ։ Ստեղ ու յուրաքանչյուր մակարդակում կա հիերարխիա։ Համոզմունքների մակարդակում մենք ունենք համոզմունքների հիերարխիա, որտեղ կան արմատական աջակցող համոզմունքներ կամ համոզմունքներ համոզմունքների մասին, ու կա կարծիք, այսինքն ես հիմա ասում եմ այս մակարդակի հիերարխիան, կա կարծիքի եզրակացություն, այս ավելի ցածր մակարդակի է, որը մտածողությանն է մոտ, ու կա համոզմունքներ, որը արտահայտվել են հենց համոզմունքների մասին, ու համոզմունքների մասին համոզմունքները արդեն սահմանակից են արժեքներին, ավելի բարձր։
Համոզմունքում ներքին լսողական երկխոսությունը արժեքների իրականացման կանոններն են, այսինքն համոզմունքները հոգեկանում արժեքների ու կարիքների գիտակցման դերն են խաղում։ Ինչպես կարող եմ ձեր հետ կապվել, եթե սահմանափակող համոզմունքներ ունեք։ Ինչ են սրանք սահմանափակում առաջին հերթին։ Կարծում եմ սահմանափակող համոզմունքները առաջի բանն են, որ սահմանափակում են մեր որոշակի կարիքների իրականացումը։ Մեր կարիքները սահմանափակ են իրենց իրականացման մեջ։ Դա նման է գետի, ասենք, որի վրա ինչ-որ մի բան դնենք, ամբար տակ, չգիտեմ, տախ տակ, ինչ ուզում ալնի, ինչ կսկսվի։ Գետը կսկսի որևէ շրջանցիկ լուծում փնտրել։ Իսկ ինչ են այս շրջանցիկ լուծումները։ Սրանք տարբեր տեսակի սուբլիմացիաներ են, փոխարինումներ, կարիքների բավարարման համար։ Ասենք, սիրո փոխարեն մենք կարիերա ենք կառուցում, կամ դրա տեղը մենք դրա մասին նկարներ ենք նկարում եւ այլն, բայց սրանք բոլոր այն բաներն են, որտեղ գետը սկսում է հոսել այս ամբողջ բանի մեջ։ Ու շրջանակը չի կարող այդքան շատ թվային բաղադրիչից բաղկացած լինել։ Այն նախ կարիք ունի զգայական բաղադրիչի։ Քանի որ ամեն ինչ, ինչի հետ մենք շփվում ենք հոգեկանում, ունի երկու բան՝ բովանդակություն ու կառուցվածք։ Ուստի իմաստի թվային բաղադրիչը բովանդակություն ու կառուցվածք է։ Բովանդակությունը սենսորային է ավելի շատ եւ այդ պատճառով մենք անցնում ենք հաջորդ մակարդակին, որը ձեզ կպատմեմ, կներկայացնեմ հաջորդ հանդիպման ժամանակ, որպեսզի համ դուք չձանձրանաք, համ էլ չծանրաբեռնվեք, համ էլ կարողանաք այս մինչև արժեքները ըմբռնեք։ Կաշխատեմ, որ վաղը ներկայացնեմ մնացածը ու հետո կկապենք իրար այս ամեն ինչը։ Այսօր այսքանն էի ուզում ձեզ պատմեի ու ձեր հետ կիսվեի։ Էլ եմ ասում, առաջ այսքից բարդ թեմա է, բայց որ խորանաք, եթե ես իմ 8 դասարան ավարտածով հասկանում եմ, դուք եք հասկանաք, ուղղակի կարամ ընթացքում մանրամասնեմ։ Հիմա ուզում եմ ամբողջական մենք իրար հետ հասկանանք ինչի մասին է խոսքը ու ոնց են այս մակարդակները աշխատում, դա արդեն ես հետո ինչ գիտեմ ձեզ կպատմեմ, որպեսզի կարողանաք մարդու հետ շփվելուց, եթե ինչ-որ պրոբլեմ ունի, հասկանաք իր պրոբլեմը որ մակարդակի վրա է ու որ մակարդակից կարաք իրան օգնեք, նույնը ձեզ։ Ես տենց եմ անում։ Ու դրա համար ուզում եմ ձեր հետ կիսվեմ։ Լավ մնացեք, ցավները տանեմ։ Լավ մնացեք, մինչև մյուս անգամ հանդիպենք։ Ուրախ էի ձեր հետ շփման համար։